Բարև ձեզ։ Մի կողմից հայկական զինված ուժերը, մյուս կողմից թուրք-ադրբեջանական եւ ահաբեկչական պատերազմը շարունակվում է, իսկ նախորդային պատերազմի շուրջ քաղաքական զարգացումները ընթացան գլխապտույտ արագությամբ, մենք այլ երկ չունենք, քան հաղթելը։ EDTV հարցազրույցում ես հիմա զրուցելու եմ Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ, բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Արդեն նշեցի, որ պատերազմի շուրջ նախորդային իրադարձությունները զարգացան գլխապտույտ արագությամբ, նկատի ունեմ եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի մամուլի ասուլիսը, հնչած հայտարարությունները եւ Հայաստանի վարչապետի ուղերձը եւ մինչ այդ էլ հնչել էր Արցախի նախագահի ուղերձը։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այդ հայտարարություններից հետո հայ հասարակության մեջ կարծես շոկ է։ Ինչու, ինչ էր ասվել, արդյոք նորություն էր այն, ինչ հնչեց։ Չէ, իհարկե նորություն չէր, դրա մասին հասարակությունը գիտեր, դրա մասին շատերն են խոսել, ինքս անձամբ շատ եմ խոսել, շատ եմ գրել, դա այսպես կոչված Լավրովի ծրագիրն է, որը խարսխվում է Կազանի փաստաթղթի վրա, որն էլ իր հերթին մադրիդյան սկզբունքների, որը 2007 թվականի նոյեմբերից գոյություն ունի, իսկ մինչ այդ չարձանագրված ձևով որպես գաղափար կար, այն է տարածքներ ինչ որ մի բանի դիմաց։ Սկզբնական փուլում դա տարածքներ կարգավիճակի դիմաց էր, հետո Ադրբեջանի պնդումների հետևանքով աստիճանաբար եկավ եւ այս վերջի առաջարկը ըստ էության Ադրբեջանի եւ Լավրովի հարցազրույցում հնչեցված է դա տարածքներ խաղաղության դիմաց, որովհետեւ մեզ առաջարկվում է 5 շրջանը հանձնել խաղաղապահներին, որը նշանակում է ադրբեջանցիներին, որտեղ Լավրովը հստակ ասում է, որ դրանք պիտի հանձնվեն ադրբեջանցիներին, այդտեղ պիտի վերադառնան ճակերտավոր այդ փախստականները եւ հետո այն երկու շրջանը եւ դրանից հետո ինչ որ մի ժամանակահատվածում ինչ որ տակը կմնա եւ ինչքան մարդ կմնա, այսինքն լղիմը կորոշի իր ճակատագիրը, ինչպես Լավրովի փաստաթղթում գրա ազատ կամ արտահայտությամբ, բայց մենք արդեն գիտենք, որ Ալիևը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ ինչ կարգավիճակ էլ ստանա Արցախը, Ղարաբաղը, այն պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Ըստ էության սա վերջնագիր է, որը բացարձակապես անընդունելի է եւ մեր ղեկավարությունը ճիշտ արեց, որ չընդունեց։ Լավ, չընդունելուն կանդրադառնանք, դուք 2007 թվական նշեցիք, բայց գուցե ավելի հետ պիտի գնանք, մինչեւ պատերազմի խաղաղություն լրջանալու մինչև Բիշկեք ես դամարել ասեցի որ 2007-ին փաստաթղթավորված, իսկ մինչև այդ գաղափարով Բիշկեկի փուլային փաթեթային հայ չէ, սկզբունքը տարածքներ կարգավիճակի դիմաց, ինչ որ այս է, դա Բիշկեկում արձանագրվեց, ցավոք սրտի այդ զինադադարը որ կնքվեց, դա ոչ թե հաղթողի եւ պարտվողի միջև փաստաթուղթեր, այն ձևով տեսեք որ այսօր Ալիևն է փորձում իրեն պահել, ըստ ինքը հաղթող կողմել չի մինչև իսկ, այսինքն իրեն կարողացան լեն փոքր հատվածներում մի փոքր առաջընթաց ունենալ հսկայական զոհերի գնով եւ դեռ պատերազմը չի ավարտվել, բայց ինքը ծայրահեղ արդեն հաղթողի տեսակետից բան է թելադրում։ Մենք որ ջախջախել էինք 94 թվականին ադրբեջանական բանակը եւ բոլոր բարձր զինվորականները ձեզ կարող են ասել, որ մեր դիմացը որևէ մեկը չկար, մենք կարող էինք հանգիստ եւ առաջ գնալ եւ քուր հասնել եւ այդ քաղաքները կանգ առանք եւ որևէ պահանջ չդրեցինք, դա էլ անհասկանալի է, անհեթեթորեն, այսինքն չդրեցինք եւ սկսեցինք բանակցել լավ իմանալով, որ եթե մենք չենք վերահսկում Բաքվից դեպի արևմուտք գնացող այդ հատվածը, որտեղ հետագայում կառուցվեց գազամուղ, նավթամուղ եւ այլն, իրենք դրա վաճառքից հսկայական գումարներ պիտի հավաքեն, զենք պիտի առնեն եւ ուշ թե շուտ պատերազմը դառնում էր անխուսափելի։ Նրանք ովքեր որ ասում են դե որ առաջ գնայինք մենք զոհեր կտայինք, իհարկե զոհեր կտայինք, բայց հաստատ այդ զոհերը ավելի քիչ կլներ, քան այսօր արդեն տվել ենք, հաստատ այդ զոհերը ավելի քիչ կլներ, քան 94-ից մինչև 2020 թվականի այսպես կոչված խաղաղության ընթացքում տված զոհերը, որտեղ մենք գրեթե նույնքան զոհ ենք տվել այդ ընթացքում, ինչ որ պատերազմի ժամանակ։ Դիվերսիաներ, դիպուկահարներ, քարորիա պատերազմներ, առևանգումներ մեր քաղաքացիների եւ մեր զինվորականների, մենք այդ ամբողջը գիտենք։ Դրա համար այո, դուք միանգամայն ճիշտ եք, դա գալիս է 94 թվականից եւ այն փիլիսոփայությունը, որ միշտ սթափ եղել է, որ պատերազմող երկիրը պիտի
եթե հնարավորություն ունի վերջնական հաղթանակի գա եւ ջախջախի թշնամուն, դա մենք չարեցինք։ Ալիևը եւ թուրքերը եւ արդեն նշեցիք այս վարձկանները, իրենց խնդիրը հենց դա է։ Իրենց խնդիրը Արցախը չի, իրենց խնդիրը մեզ ջախջախելն է։ Եթե Արցախը լներ նման առաջարկներ իրենք ունեցել են, գիտենք, բանի, հենց նշած Մադրիդյան սկզբունքներով եւ Կազանի փաստաթղթով, այնպես որ մենք այլընտրանք չունենք, բացի հաղթելուց, ես վստահ եմ, որ մենք կհաղթենք, հաղթանակին կգանք, բայց ինչ այդ նախորդին հնչեց նաեւ վարչապետի ուղերձը։ Սա առանց անուններ տալու պատասխան էր Լավրովի հայտարարություններին։ Այո, որովհետեւ վարչապետը եւ մերժում ինքը չնշեց ում կողմից, բայց հասկանալի է ինչ էր, որ թող շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին, Ֆրանսիային։ Հասկանալի է այդ միջնորդներին, բայց նա ասաց, որ մեզ առաջարկվում է 5 շրջանը հանձնել անվերապահորեն եւ առանց որևէ նախապայմանի, այսինքն դա անգամ չես հանձնում դրա դիմաց խոստում էլ չես մինչև ստանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ եւ հետո արդեն ինչպես ասեցի, այդ կամ արտահայտություն բնականաբար դա պիտի մերժվի, որովհետեւ գուցե Մոսկվայում նստած, Փարիզում նստած իրենք կարծում են եւ այդ քարոզչությունը շատ մարդիկ իրականացնում են հատկապես Ռուսաստանում, որ դե Ադրբեջանը կերաշխավորի հայերի անվտանգությունը։ Մենք լավ գիտենք, որ եւ հատկապես տեղում ապրողները շատ լավ գիտեն, որ որևէ երաշխիք չի կարող լինել, հետեւաբար իրենք նախընտրում են այսօր, իրենք եւ մենք եւ դա համաժողովրդական պատերազմը ամեն մեկ իր կարեցած չափով պիտի անի, որ այսօր պիտի պայքարենք, որովհետեւ հակառակ պարագային մենք կորցնելու ենք ամեն ինչ, հակառակ պարագային էս 30 տարվա տառապանքը, արյունը, զոհերը, կորուստները այս ամբողջը ինչի կա դառնում է անիմաստ, եթե մենք համաձայնենք ռուսական այդ ծրագրին, այն է խաղապահ ուժերի տեղակայում 7 շրջաններում, սկզբից 5 շրջաններում։ Ես դրան էի գալու անվտանգության մասին, որ խոսեցիք, այնտեղ Մոսկվայում կամ Ֆրանսիայում նստած մտածում են, որ Ադրբեջանը կապահովի այդ անվտանգությունը, իհարկե մենք գիտենք, որ այդպիսի բան չի կարող լինել, եւ Լավրովի հայտարարությունների մեջ կա խաղապահների, իսկ ավելի ճիշտ ռազմական տեսուչների ինքը ասեց ոչ թե այսինքն ասեց կարող են լինել նաև ռազմական տեսուչներ, հա, բայց կարող են լինել, կարող են ոչ, կարող են մի փուլում լինել ռազմական տեսուչներ, հետո խաղապահներ մտնել, այսինքն սա շատ անորոշ է։ Հետո ամենակարևոր հարցը, եթե Լավրովյան ծրագրով պիտի լինեն ինչ որ արդեն մենք գիտենք, դա պիտի տեղակայվի 7 շրջաններում։ Եթե պիտի ռազմական տեսուչներ տեղակայվեն ներկայի շփման գծում, ռազմաճակատի շփման գծի երկայնքով, այսինքն մեր եւ իրեն զորքերի միջև եւ կրկնում եմ զուտ, այսինքն դիտորդներ, մենք կարելի է համաձայնել, այդտեղ խնդիր չկա։ Բայց եթե մեզ առաջարկում են զորքերը հետ տանել, բերել լրիմի սահման եւ այդ ամբողջ հսկայական տարածք, այսինքն 2/3 այսօրվա շրջանները հանձնեք, հետո ռազմական տեսուչներ արդեն այդ շրջաններից այս կողմ։ Հա, այսինքն այսինքն այդ 7 շրջան լրիմի շրջակա տարածքները, որը մենք վերահսկում ենք, խաղապահները այդտեղ պիտի տեղակայվեն, ոչ թե մեր եւ իրենց միջև։ Սա է խնդիրը, եւ սա է անընդունելի։ Ոչ թե մենք դեմ ենք խաղաղությանը կամ չենք, սա շատ մանրամասները շատ կարեւոր են, ուր պիտի տեղակայվեն, ովքեր պիտի կազմեն այդ խաղապահ ուժերի միջուկը, հրամանատարությունը, բան։ Մենք շատ դառը փորձ ունենք ռուս խաղապահների հետ կապված, առնվազն 2 դեպք մեր պատմության, որոնք մենք 1920 թվականի օգոստոսի 10-ի Թիֆլիսի համաձայնագրով մենք ռուսների հետ համաձայնության եկանք, որ իրենք ժամանակավորապես զոր կմտցնեն Ղարաբաղ, Զանգեզուր եւ Արցախ եւ հետո տեղի ժողովրդի ճակատագիրը գորոշի։ Դրանից հետո միակ տեղը, որ մեզ մնաց, դա Զանգեզուրն էր, որ Նժդեհը պահեց, որտեղ ռուսական զորքերը մտան, Նախիջևան եւ Արցախ, երկուսը հանձնեցին ադրբեջանցիներին եւ պիտի ասեմ 20 թվականն էլ իրենք չէին կարացել ադրբեջանցիները թուրքերը Արցախը գրավել։ Այո, իրանք կոտորած էին կազմակերպել Շուշիում, դա կարողացել էին անել, ինչպես հիմա են ժողովրդին կոտորում, բայց գրավել եւ վերահսկել չէին կարող։ Եվ երկրորդ դեպքը մենք պիտի հիշենք, դա հայտնի ՍՍՄ 89 թվականի Վոլսկու իշխանության այդ Կոլցո օպերացիան Շահումյանի այդ դատարկումը մյուս գյուղերը եւ եթե օգոստոսին այդ պուչը չլներ, օգոստոս 18-ին էր կարծեմ հայտնի այդ Ֆարոսի պուչը եւ այդ ներքին խժգժությունները չներ, հաստատ իրենք հենց ռուսական բանակը, սովետական բանակը, այսպես մաքրելով իջնելու էր ներքև, մենք այդ ամբողջ չգիտենք, մենք անգամ անուններով չգիտենք ովքեր են մասնակցել այսօրվա անգամ ռուս շատ
բարձրաստիճան գեներալներ կռվել են Ադրբեջանի կողմից այդ ժամանակ, դրա համար մենք վստահելու կարիք ունենք, որը բացակայում է եւ չեն կարող համոզել, եթե իսկապես Ռուսաստանը խաղաղություն է ուզում եւ չի հետապնդում հետին պլաններ օգտագործել այս պահերը, թող ինքը իր ռազմական դաշնակցին բավարար քանակությամբ զենք, զինամթերք, տեղեկություն, սարքավորումներ նման բան տա, մեր բանակը լրիվ վիճակի է, որ կլուծի իր խնդիրը, իսկ հիմնական խնդիրը այսօր Ռուսաստանի համար, Ռուսաստանի սահմանների մոտ կուտակված ահաբեկիչների ոչնչացումն է։ Հիմա ունենք իրավիճակ, արձանագրենք, որ Հայաստանի դիրքորոշումը, վարչապետի ուղերձը եւ մերժումը արդարացված էր, որևէ այստեղ Ես այդ հարցում միանգամայն իրեն աջակցում եմ եւ գտնում եմ, որ արդարացված էր, որտեղ մյուս սա վատ տարբերակ է, որովհետեւ մենք զոհեր ենք ունենալու, բայց մյուս տարբերակը ավելի վատ տարբերակ, այսինքն որտեղ մենք եւ զոհեր ենք ունենալու եւ ոչինչ չենք ունենալու դիմաց, այսինքն եւ ապարդյունը անցնելու այս ամբողջը։ Հիմա առաջիկայում ինչ է սպասվում, մենք շարունակելու ենք գործել վճռական մենակի հոգեբանությամբ եւ այդ տրամաբանության մեջ, թե միջազգային հանրությունից, տարբեր երկրներից, այդ թվում տարածաշրջանի ինչ ակնկալիքներ սպասվել եւ ինչ նախանշաններ կան հիմա արդեն։ Առաջին հերթին բնականաբար մենք պիտի կռվենք, պայքարենք ինչքան որ կարող ենք եւ ես տեսնում եմ, որ այսօր համաժողովրդական իսկապես միասնություն կա եւ ժողովուրդը դանում է։ Ես այստեղ եկա տաքսիով, այդ ընթացքում զանգ եղավ, ինքը խոսեց իր տղա հետ, որը Ղարաբաղում էր, կամավոր, ասեց ես հեսա գնում եմ տուն, տղային էր ասում, շորերս վերցնեմ, գալիս եմ քո մոտ։ Այ էս է համաժողովրդականը։ Եվ կան նաև դրական նախանշաններ։ Մենք տեսնում ենք, այո, այսօր դեռևս հումանիտար օգնության ձևով, ենթադրում ենք կարող է ուրիշ բաներ լինի, գալիս է ինչ-որ բան, ինչ-որ տեղաշարժ կա նաև Ռուսաստանի առումով, որտեղ պիտի նշել, որ Ռուսաստանում էլ այդ վերնախավը միատարր չէ, տարբեր տեսակետներ կա, այնտեղ էլ կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ սա Ռուսաստանի դեմ է ուղղված։ Ի վերջո թուրքերի պայքարը եւ հայերիս այս հարավային Կովկասում դուրս մղելը առաջերտին ռուսների դեմ է ուղղված։ Մենք այստեղ այս հակամարտության զոհերն ենք։ Պարզապես ապտի ռուսները հասկանան հերթական անգամ եւ մեզ մենակ չթողեն, չլքեն։ Իմիջիայլոց Թուրքիայի մասին որ խոսեցիք, նախորդին առաջին անգամ տեղի ունեցավ Էրդողան-Պուտին հեռախոսազրույց այս 18-19 օրերի ընթացքում չէր տեղի ունեցել, նույնիսկ ես ինչքան գիտեմ ծննդյան օրը հեռախոսազանգ շնորհավորանք չէր եղել, սա ինչի մասին է։ Սա նրա մասին է, որ Թուրքիան հետևողականորեն եւ սկսեի պնդերեսաբար փորձում է իր դիրքերը ամրապնդել այս ամբողջի մեջ։ Հիշենք Ալիևի, որը վստահաբար գալիս է Թուրքիայից տեսակետը, որ քառակողմ հանդիպում լինի Ռուսաստան-Հայաստան, ֆորմատի փոփոխություն, ինչևից նշվում է դե ֆակտո թե դե յուրե տարբերություն չկա, այսինքն ֆորմատը թող մնա նույնն է, բայց Թուրքիան մասնակցի եւ այլն։ Բայց այստեղ շատ կարևոր է խոսակցության մեջ պաշտոնական հաղորդագրություն նշում էր, որ քննարկվել է Սիրիայի եւ Լիբիայի հարցը։ Այսինքն այստեղ մեծ առևտուր է կնում։ Այստեղ իրենք կարող են ռուսներին էական զիջումներ առաջարկեն Սիրիայում կամ Լիբիայում եւ փորձեն այստեղ կորզել այդ ամբողջը։ Կամ հակառակը կարող է լինի։ Մենք այդ մանրամասներին տեղյակ չենք, բայց մեր անկախ ամեն ինչից մեր խնդիրը հնարավորինս չափ դիմադրել, որովհետեւ մենք տեսնում ենք օրինակ այն հայտարարությունը, որը Իրանի ղեկավարությունն արեց, որ Իրան ներողություն, հաջորդի Իրանին պիտի կայի, բայց Թուրքիան ավարտենք նախորդին նաև Վիլսոնի իրավարար վճիռը թեման նորից սկսել շրջանառվել, հա, սա ինչ է նշանակում, պարզապես Թուրքիային հիշեցում, հա, թե գիտեք, դա իհարկե դա մի մեծ ճնշման գործիք է Թուրքիայի վրա, ես կասեի, այսպես ասած, մի հատ մահակա, որը անդադ օգտագործելու են։ Եթե վերջնական եւ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները իրենց համար որոշեն, որ Թուրքիան այլևս չի կարող դաշնակից լինել, այսինքն այլևս չեն կարող գայթակղել եւ իրենցով անել, դեռ վերջնական հույսը չեն կտրել։ Նախանշանները կա երկուսի կողմել, ամեն ինչ պիտի օգտագործեն, այդ թվում նաեւ Ուիլսոնի իրավարար վճիռը, բայց այդ փաթեթը ինչով է նաեւ կարեւոր, այնտեղ որպես առաջի հավելված երկրորդ փաստաթուղթ, դա ազգերի լիգայի զեկույցն է, հատուկ հանձնաժողովի կողմից, որը ստեղծվել էր Հայաստանի սահմանները որոշելու եւ հայ-ադրբեջանական սահմանամասին հստակ որոշում ու քարտեզ կա, որով ոչ միայն այս
մեր կողմից վերահսկող հատվածը, այլ նաև Դաշտային Ղարաբաղի եւ Գարդմանքը Հայաստանի Հանրապետության, այսինքն իրավական փաթեթի եւ հիմքի փոփոխության։ Մի բան, որի մասին մենք վաղուց էինք խոսում, ես երեք միտեղ մի քննարկումների էր մասնակցում, որը փակ էր եւ խորհուրդ չեմ ասի ում հետ ինչ, բայց բավականին բարձրաստիճան ռուսաստանցի գործիչի հետ էր, որը վստահաբար կարող եմ ասել, որ Լավրովին գոնե կհասցնի այդ թեմայի խոսակցությունը եւ մենք մի խմբով բավականին այսպես քննարկումներից հետո նաեւ այս իրավական հիմքի մասին փոփոխություն գնաց, ես նաեւ նվիրեցի այդ փաստաթղթերը եւ այլն ու նշեցի, որ ինչու ենք մենք հիմք ընդունում անօրինական որոշումները, Կավբյուրոյի որոշումը։ Ի վերջո հակամարտությունը 88-89-ից չի, դա հակամարտության սառեցման փուլից հետո հերթական, ասենք, բախումներն էր, որտեղ մենք գիտենք մինչև 60-ական թվականներին նման բան, իսկ հակամարտությունը գալիս է 1918-20 թվականից։ Եթե մեզ հաջողվի, իսկ դա պետություններն նաև պիտի շեշտադրումները փոխել, որովհետև այստեղ շատ կարևոր է, գիտեք, ես ուշադրությամբ հետևում եմ եւ ռուս եւ օտար երկրա հատկապես մաս մեդիայի անդրադարձներին, այնտեղ մի սխալ միտք է գնում, որի մեղավորը էլի մենք ենք, որ պատերազմը գնում է Ադրբեջանի տարածքում, որ Ադրբեջանի տարածքի նկատմամբ, անգամ նրանք, ովքեր մեր կողմից են խոսում, ասում են Լեռնային Ղարաբաղը հայերին է, իսկ այն շրջակա տարածքը չէ, դա Ադրբեջանն է, դա ադրբեջանցիներին տակ եւ այլն։ Սա գալիս է այդ Բիշկեկի զինադատարից, որտեղ մենք ընդունեցինք, որ մեր վերահսկող տարածքը, ազատագրված տարածքը ունի երկու կարգավիճակ։ Մեկը լղիմն է, որը կարծեք թե ինքնորոշման իրավունք ունի, իսկ մնացածը անվտանգության գոտիա պիտի հանձնենք։ Այս ամբողջ այդ սխալը այդտեղից է գալի։ Հիմա պիտի փոխել այդ արմատական բան, առավել եւս տեսեք, այս պատերազմը ցույց տվեց, որ անվտանգության գոտին, ինչպես արևմտահայերն են ասում, ոչ եւս է, վախճանվեց, մեռավ, որտեղ այդ անվտանգության գոտին աշխատում էր այն ժամանակ, երբ որ այլ զինատեսակներ էր, իսկ հերրահար զենքի օգտագործման պարագային խոցելի է ամբողջ Արցախը, ել չեմ ասում, նաև մենք տեսնում ենք։ Հատկապես վերջին օրերին այդ տակտիկայով են աշխատում, այսինքն հերրահար զենքով դրոնների եւ օդանավների եւ հրթիռների կիրառումը արդեն կամ դու պիտի այն հեռավորությամբ այդ գոտին հեռու տանես, մի 200-300 կիլոմետր, որ գոնե հրթիռների մի մասի դեմն առնես, բայց բանի դեմ չես կարող առնես, ԱԹՍ-ների դեմ այդ առումով չես կարող առնես կամ օդանավների դեմ։ Դա համար այստեղ արդեն ռազմաքաղաքական լուծումներ են պետք, եւ ես հույս ունեմ, որ մեր զինված ուժերի այն զգուշացումները բազմաթիվ, որ եկել են մեր հերթը, մենք հիմա պիտի հակադարձենք եւ դուք հեռացեք քաղաքներից, խաղաղաբնակչությունից եւ այլն, դա պետք է իրագործվի։ Դա պիտի իրագործվի, անպայմանորեն պիտի իրագործվի։ Պատերազմի ժամանակ ինչպես պատերազմում, որևէ մեկը մեր ճակատը չի ամփուրելու, ոնց որ այսօր ես լսում եմ էլի բաները, ասենք Euronews, չգիտեմ, CN տարբերել է, էլի այդ նույն թեման է, որ երկու կողմերն էլ գնդակոծում, ռմբակոծում են, խաղ հավասարության նշան է դրվելու։ Եթե հավասարության, ուրեմն Եթե ուրեմն մենք պետք է լուծենք, տեսեք իրենք ինչ են անում։ Իրենք ավիրելով Ստեփանակերտ եւ մյուս քաղաքները, իրենք գիտեն, որ ռազմական խնդիր չեն լուծում։ Բայց իրենք փորձում են լուծել դրանով։ Չէ, դա ռազմական խնդիր չի, դա դեմոգրաֆիկ խնդիր է։ Այսինքն եթե դու դեմոգրաֆիկ խնդիրներ տիպերի ռազմական խնդիր լուծման, այսինքն մենք ոչնչացնենք, վերացնենք, ամայի տարած դարձնենք եւ հետո արդեն հողի վրա, գետնի վրա կարողանանք առաջ ընթանալ։ Անկամ եթե առաջ չընթանանք, եթե դու ավիրում ես, մարդը փախել է Հայաստան եւ ինքը այլևս տուն չունի, բնականաբար իր վերադարձի հավանականությունը Արցախ, չգիտեմ, Մարտակերտ ավելի քիչ է նվազում է, քան բան, ել չեմ ասում, դա բազմամիլիարդ ծախսեր է։ Դրանով ինքը նաև խնդիրներ առա, այսինքն իրենց համար որևէ բան, հիմա գազամուղ կա, բան կա, նավթամուղ կա, դե լավ, սրանք ասում ենք օտարների պատկանում, զսպենք մեզ մի փոքր ավելի, բայց մշտապես նկատի ունենանք, որ դա էլ պիտի մեր օրակարգի մեջ մնա, ցանկության եւ անհրաժեշտության դեպքում պիտի դրանց էլ հարվածեն։ Բայց այսօր ճանապարհները, կամուրջները երկաթուղին, այս բոլորը Ադրբեջանի սեփականությունն է։ Այդ երկաթուղիով բերում են զենք զինամթերք մինչև ռազմաճակատի գիծ։ Այդ երկաթուղին կարելի է, իրենք փորձ արեցին, չէ՞, մեր երկաթուղին սոտկի մոտ ռմբարելու մեր տարածքում։ Կամուրջ են իրենք ոչնչացել, այդ կամուրջները քուրը մեծ գետ է։
Եվ այնտեղ մի տասնյակ կամուրջ ոչնչացնելուց հետո կկտրվի հյուսային եւ հարավային մասով։ Հա, ես չեմ ասում, որ հնարավոր չի էլի այդ զին տեխնիկան տեղափոխել, բայց դա բարթանում է, հսկայական շրջանցիկ ճանապարհներով պիտի գան, կամ այդ պանտոմային կամուրջներ պիտի կառուցեն։ Այս ամբողջը դրա համար իրենք, քանի որ երեք էլ դեպք կար, հստակորեն անգամ հիվանդանոցների են խփում եւ եղավ պաշտոնական դպրոցների մանկապարտեզների, ես չեմ ասում հիվանդանոցների, դպրոցների մանկապարտեզների, դա իսկապես արդեն լրիվ անմարդկային է, բայց այն ենթակառուցվածքներին, որը փող է բերում իրանց, իսկ այդ փողը զենք է, չէ՞, եթե մենք ուզում ենք կտրենք այդ զենքի աղբյուրից, ուրեմն մենք դի կտրենք փողի աղբյուրից։ Այդ ճանապարհների թե չտեսեք ինչ է տեղի ունենում։ Մենք հա ոչնչացնում ենք անընդհատ, բայց անընդհատ լուրեր է գալիս, որ, չգիտեմ, Աղվանստանից, Իսրայելից, այլոց օդանավեր են իջնում, 20-30 օդանավ է իջնում մի օրվա մեջ։ Բնական է նրանք, ինչ ասեմ, հաց ու պանիր չեն բերում, իրանք զենք զինամթերք են բերում այս ամբողջը։ Եվ այդ դրա դիմացը մենք պիտի առնենք անպայմանորեն, ել չեմ ասում, որ նաև Ադրբեջանի տարածքի վրա իրենց պիտի զգուշացնենք, որ բոլոր զենք տեղափոխող օդանավերը, անկախ նրանից իրենք տրանսպորտային են թե, դրանք օրինական թիրախներ կարող են դառնալ, որովհետև պատերազմի են մասնակցում։ Այսինքն քաղաքացիական օդանավը վարձում են, բեռնատար քաղաքացիական, զենք են տեղափոխում, անունը դնում են, ասում են քաղաքացիական թռիչք։ Այդպես չէ։ Դուք Իրանի անունը շոշափեցիք, ես ընդհատեցի, Իրանում ինչ-որ աշխուժություն կա արդեն իրավիճակի ճիշտ գնահատական եւ ըստ այդմ գործողություններ։ Դե Իրանի համար սեփական սահմանների մոտ շատ մոտ տարածքում սուննի ծայրահեղական ջihadistների արկայությունը դա ուղղակի մղձավանջ է։ Իրենք շիա երկիր է, մեծ ատելությունը կա եւ իրենք հասկանում են, որ եթե ֆիզիկապես դրանք չոչնչացվեն, իսկ եթե մի քիչ հաղթանակ տանեն, հաջորդ փուլը իջնելու են հարավ։ Մյուս կողմից Ալիևը երեք իր հարցազրույցի մեջ արդեն հոխորտալից սկսեց ասել, որ այս մեր հաղթանակը թուրքերի հետ էր խոսում, հարցազրույց էր տալիս, Խաբար Թուրքին դրա համար ավելի բաներ փոխելու է տարածաշրջանն ընդհանրապես, հաջորդ մեր քայլը արդեն լինելու է դեպի հարավ, այսինքն բացայտ արդեն ծրագրեր է ասում թուրք-ադրբեջան եւ Իրանը հասկանում է եւ պատահական չի, որ զորքի կուտակումներ ինքը հյուսիս է բերել, այդ առաջի հերթին տարբեր լուրեր կա, մենք չգիտենք կարող հաստատել, բայց մի երկու բան հաստատ կարող ենք ասել, որ գոնե Իրանի տարածք անցած ԱԹՍ-ների խոցումներ դե եղել են, խփել են դրան եւ նաեւ կարծում եմ այն Իրանի կողմից այն հայտարարությունը, որ ՄԱԿ-ի պատժամիջոցները, որ Իրանը իրավունք ունի զենք գնել կամ վաճառել մինչև հոկտեմբեր 18-ը, հոկտեմբեր 18-ին ավարտվում է, եւ իրենք նշեցին, որ մենք կարող ենք զենք վաճառել ամեն մեկին ցանկացածին, այսինքն դա ես կարծում եմ բաց տեքստով ուղերձեր, բնականաբար իրենք շահագրգռված չեն Ադրբեջանին վաճառելու, ուրեմն մենք հասկանում ենք, որ այնտեղից կարելի է ինչ-որ բաներ գնել, եթե ոչ, չգիտեմ, վերջի ինչ-որ բանի զենքեր, բայց վստահեցնում ես ահագին բաներ կա, սկսեց համազգեստա, կոշիկա, դեղերա, վերջո նման բաներ էլ պետք ունի, այսինքն երկակի օգտագործման ապրանքներ կարելի է գնել եւ դա ամենամոտն է եւ օգտվելով առիթից ես եթե սփյուռքարել նայում են, շատ ավելի ճիշտ է այդ պարագային ոչ թե ինչ որ ապրանքներ նվիրել եւ հետո տոնաներով տեղափոխել Հայաստան, այն ապրանքատեսակները, որոնք հնարավոր է տարածաշրջանից գնել, շատ ավելի է դրամական նվիրատվություններ անել եւ տարածաշրջանից գնել, որովհետեւ եւ տեղափոխումն ավելի հեշտ եւ ավելի էժան է։ Կարգավիճակի հարցը, եթե մենք այսպես թղթի վրա ունենք այն ինչ որ ունենք, իսկ Արցախից Հայաստանում այդ հարցը քննարկվում է, նորից շոշափվում է, այս մասին մենք ելի ենք խոսել, հնարավոր է որ այս բարի իսկապես այդ միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը ճիշտ քայլ համարվում։ Ես ասել եմ, ես ճիշտ չեմ համարում, հիմա դա մանրամասների մեջ չքննարկենք, բայց ենթադրենք, նորից եմ կրկնում, 1, 2, 3 երկիր ճանաչեց, ի՞նչ է դա փոխելու։ Մեզ համար օրինակ շատ ավելի կարևոր է, որ մենք կարողանանք նույն իրավական ճանապարհով ապացուցել, որ Արցախի
օրինական իրավատերը Ադրբեջանը չէ, այսինքն ադրբեջանական տիտղոս չկա, որ այդ կաբյուրոյի որոշումը չի կարող միջազգային օրինական իրավատիրություն հաստատել, այսինքն տիտղոսը դա ավելի կա, որ դա գործնական իմաստ ունի դրա մեջ, այսինքն եթե մենք դա փաստում ենք, ուրեմն հայերը չեն օկուպացրել Ադրբեջանի տարածք, թողենք կարգավիճակի հարցը, հետո մենք կլուծենք, դա անկախության ձևով կլինի, միասնության ձևով այդ հարցը, բայց այսօր գործնական առումով ավելի կարևոր է դրա նախաքայլը, այն է, որ Արցախը եւ շրջակա տարածքները ադրբեջանական չեն եղել երբևէ, դրանք պարզապես ՍՍՀ տարիներին վարչական ենթակայության են եղել Բաքվին, ընդհանուր մեծ պետության մեջ, այսինքն այդ պետության մեջ տիտղոսակիրը եղել է ՍՍՀ-ը, այս հարցը ավելի գործնական քննարկենք, թե չէ, գիտեք, հսկայական ջանքեր է ծախսվում, փող է ծախսվում, ժամանակ է ծախսվում մի բանի վրա, որ արդյունք չի տալու։ Մարդիկ հազարավոր կիլոմետր ճանապարհներ են գնում, որպեսզի գնան ցույցի մասնակցեն եւ գոռան ասեն ճանաչեք Արցախը, այն դեպքում, երբ որ գիտեն, որ դա նախ չի լինելու, երկրորդը լինել դեպքում էլ առանձնապես դա բան չի փոխելու։ Վերջին հարցս, առաջիկա ինչ զարգացումներ եք ակնկալում ռազմական եւ քաղաքական։ Ես կարծում եմ այս ծանր մարտերը կշարունակվեն, երկուստեք ծանր զոհեր կա, բայց հաշվի առնելով, որ արդեն այս զոհերը Ադրբեջանում թաքցնել չի լինում, աստիճանաբար, իսկ զոհերի թիվը շատ ավելի մեծ է, ինչքան էլ որ իրենք ինչքան էլ որ մերը մեծ է, իրենցը շատ ավելի մեծ է, ինչքան էլ իրանք այդ ջիհադիստներին են օգտագործում եւ այդ դժգոհությունը աճելու է։ Հետո իսկապես էական տարբերություն կա ժողովրդի ընկալման առումով, քանի դեռ հայ ժողովուրդը սա ընկալում է որպես ազգային ազատագրական պայքար, հայրենիքի պաշտպանության պայքար, ժողովուրդը որպես հավաքականություն զոհերն ընդունում է ցավով, կսկիծով, բայց ընդունում է։ Այս սխալը այն պարագային կլինի հանկարծ ժողովուրդը մի պահ կասկածի, որ այս հողերը պահելու ենք, թե չենք պահելու։ Ես մի օրինակ բերեմ պատմական, 20 թվականին հույները հասել էին Անկարայի գրեթե մոտ, այդ ժամանակ լուր տարածվեց, որ ինչ էլ անեք, թե չանեք, Փարիզում արդեն որոշել են անգլիացի գերվեաժողովը, որ այս տարածքը ձեզ չեն տալու, ձեզ մնալու է այդ միայն Սմյուրնիայի կողքի տարածքը։ Եվ դա բերեց նրան, որ հունական բանակը չկռվեց, պարտվեց եւ նահանջեց իբր գնալու եւ իրեն հատկացված Սմյուրնիայի շրջակայքը պահելու։ Հարկացո հիմա մեր մոտ հակառակ տպավորությունն է, ասում են, որ չեն տալու, բայց մենք ասում ենք ոչ, պիտի պայքարենք։ Այդ եմ ասում, շատ կարեւոր է ժողովրդի հավաքական հոգեբանությունը, պահի ընկալումը շատ կարևոր է եւ չպետք է մարդիկ տրվեն պահի վհատությանը, ինչքան էլ ծանր է, ինչքան էլ ցավալի է, հասկանում ենք։ Մենք բոլորս այնտեղ ազգականներ, բարեկամներ ունենք, զոհեր ունենք, վիրավորներ ունենք, այդ սա հասկանալի է, բայց սա մեր հայրենական պատերազմն է։ Ես մի հաշվապահական քայլ էի արել, որը իհարկե մի քիչ ցինիկ է, բայց ես ուզում էի ցույց տալ, որ տեսեք, երկրորդ համաշխարհային պատերազմ կամ հայրենական պատերազմի ժամանակ, որը 1418 օր է տևել, եւ մենք հայերս մոտ 300,000 զոհ ենք տվել, մենք յուրաքանչյուր օր 211 զոհ ենք տվել։ Դա շատ ավելի մեծ է, քան այսօր։ Եվ դա ըստ էության մեր պատերազմը չէ, սա է մեր հայրենական պատերազմը։ Ցավալի է, պատերազմը առանց զոհերի չի լինում, բայց պիտի հասկանանք, որ երբեմն ոչ թե պետք է ուրիշի համար զոհեր տալ, այլ սեփական ժողովրդի եւ ազգի համար։ Այո, կան շատ սխալներ ա եղել, շատ սխալներ ա տեղի ունենում, թերացումներ կան, բայց այսօր դրա քննարկման ժամանակը չի։ Այս ամբողջին մենք հետագայում կանդրադառնանք, երբ որ մենք կհաղթենք, կվելուցենք եւ ոչ թե չարախնդալու համար, այլ խուսափելու համար ապագայում նման սխալներից, որտեղ գիտեք, ամեն տեղ մարդիկ սխալանում են, բայց քաղաքականության մեջ եւ պատերազմի մեջ սխալները դրանք մարդկային կյանքեր են արժենում, իսկ մարդկային կյանքը ոչինչով չես կարող հետ բերել։ Դրա համար այ պետքա վերլուծել, հասկանալ, որտեղ սա մեր լրջագույն պատերազմն է, բայց պիտի հասկանանք, որ տարածաշրջանն այնպիսին է, որ երբեք էլ չես կարող խուսափել պատերազմից, խուսափման միակ տարբերակը, ինչ որ հասել եմ միշտ այսպես է, թշնամիների թուլացումը, տարբեր եղանակներով, այդ թվում իրենց պառակտումը, տրոհումը եւ սեփական երկրի ռազմաքաղաքական եւ տնտեսական հզորացումը։ Միայն այդ դեպքում այդ հավասարակշռությունն է, որ եթե խաղաղություն ենք ուզում, ուրեմն պետք է հզոր
տնտեսապես զարգացած, բարոյապես բարձր արժանինքներ կրող երկիր։ Մնացած խոսակցությունները կողքից է։ Կհաղթենք, մեր գլուխը կշոյենք, ասեն ապրեք։ Չենք հաղթի, կցավակցեն, մի երկու ինչ որ քաղցր խոսք ասեն, բայց ելի մեզ համար որևէ մեկը ոչինչ չի անելու։ Գինը բարձր է, զոհերի համար սրտներիցս արյուն է կաթում, բայց այլ տարբերակ չկա, պետք է կանգնել եւ հաղթել։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սա EDTV հարցազրույցն էր, ես զրուցում էի Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ, ամուր եղեք, կհաղթենք, հաղթելու ենք։